урок истории церкви 2. Ողջունում եմ ձեզ եկեղեցու պատմության այս երկրորդ մասին։ Мы будем проходить последние 500 лет истории церкви. Մենք արդեն այս անգամ կանցնենք եկեղեցու պատմության վերջին 500 տարիները։ Начнем немного раньше. Կսկսենք մի քիչ ավելի վաղ։ Цель лекции — это дополнить тот материал, который можете получить из чтения. Այս դասախոսության նպատակն այն է, որ լրացնի այն ամեն բացերը, որոնք դուք կարող եք ունենալ հնարավոր է ձեր լեկցիաների, այսինքն այդ թղթերը, որ պետքա ձեզ հանձնի ինքը, դրա ընթերցումից։ Да, то есть до начала курса ожидалось, что вы прочитаете биографию Лютера и общий обзор реформации. Այսինքն ես ձեզանից ակնկալում եմ, որ մինչև այս դասախոսությունը դուք արդեն կարծացած լինեիք ընդհանրական պատկերացումը ռեֆորմացիայի մասին, բարեկարգության մասին եւ նաեւ Լյութերի կյանքը։ На лекциях мы все это тоже затронем, то, что вы читали. Չնայած դրան մենք դասախոսության ընթացքում էլ կսենք այդ թեմաների վրայով, որոնք որ դուք արդեն կարդացել եք։ Но мы посвятим больше внимания тем вещам, которые упускаются часто в литературе. Բայց մենք ավելի շատ մեր շեշտը կդնենք այն հարցերի վրա, որոնք որ շատ անգամ ընթերցանության մեջ բաց են թողնվում։ Чтобы углубить понимание, как все эти разные события связаны между собой. Որպեսզի ավելի խորացնենք ձեր պատկերումը, թե ինչպես է այդ բոլոր իրադարձությունները մեկը մյուսի հետ կապ հաստատելով բերել այս ամենին։ Да, поэтому сегодня мы начнем с крестовых походов. Դրա համար մենք այսօր կսկսենք խաչակրաց արշավանքներից։ И даже не просто с крестовых походов, а с истории тамплиеров. Անգամ ոչ միայն խաչակրաց արշավանքներից, այլ հենց տամպլերների այդ դասակարգում կար, անունը տամպլերներ էր, հայերեն թարգմանություն էսպես ես չգիտեմ, տամպլերների դասակարգումից կսկսենք։ И увидим, как из времени крестовых походов становится популярное учение об индульгенциях. Եվ մենք կտեսնենք, թե ինչպես է հենց այս ժամանակաշրջանից սկսած դառնում հայտնի այն ուսմունքը ինդուլգենցիայի հետ կապված։ В католичестве, и потом это учение приведет к большому расколу в церкви. Իհարկե կաթողիկության մեջ եւ հետագայում կբերի նաեւ ավելի մեծ բաժանման եկեղեցու միջև հենց այս վարդապետությունը։ Прежде чем мы начнем, есть ли какие-то вопросы по прошлому курсу, по этому курсу, административные, общие? Եթե միջև մեր սկսելը, եթե հարցեր ունեք, թե կուրսի հետ կապված ծրագրային, թե կազմակերպչական, կարող եք ձեր հարցերը հիմա հղել։ Нет, чё Тогда нету вопросов, наверное. Отлично. У меня расписание мне послал брат. Я постараюсь его содержать, насколько это возможно. У нас будет переменные где-то каждый час. Ինձ երևի թե փոփոխություն կլինի ամեն ժամ, հա, եղբայրը ինձ ուղարկում է մեր գրաֆիկը ինչ են անելու։ И на обед будет перерыв час. Եվ լանչի ժամը, հա, կլինի մի ժամ, այդ տեղի ընթացումը մի ժամ կտևի։ Да, если у вас появляются вопросы во время материала, поднимите руку, чтобы было видно, что вы хотите спросить что-то. Եվ ընթացքում էլ, երբ որ ես խոսում եմ, եթե հարց կառաջանա, կարող եք այստեղ ծրագրի միջոցով ձեր ձեռքը բարձրացնել ու հարցնել։ Можете писать в чат, я буду на переменах проверять чат, и мы всегда будем начинать с вопросов. Կարող եք անգամ այդ դաթարների ժամանակ գրել չաթի մեջ եւ ես ընթացքում նայեմ եւ հաջորդ ժամանակին կպատասխանեմ արդեն։ Хорошо, эпоха крестовых походов. Այսպիսով խաչակրաց արշավանքների դարաշրջանը։ Она была спровоцирована расцветом ислама на Востоке. Սրա պատճառներից մեկը իսլամի արևելքում իսլամի այդ գլուխ բարձրացնելն էր։ И Византийская империя, которая была передовой цивилизации до того времени. Եվ բյուզանդական կայսրությունը, որ այդ պահին առաջատարն էր համարվում, утратила первенство и стала уступать мощной, прогрессивной и очень процветающей исламской империи. Եվ սկսում է այդ առաջատար իշխանությունը սկսում է զիջել իր հերթը
այն մարդկանց, ովքեր որ գալիս են հենց իսլամական պետություններից, որը որ աճող կայսրություն էր։ И они были вынуждены просить помощи у западных христиан, у Западной Латинской империи. Եվ նրանք արդեն ստիպված էին բյուզանդական կայսրության այդ հատվածը ստիպված էր լատինական մասից ավելի մուտք ընկնող լատինական մասից օգնություն խնդրել։ Мгм. Основной вопрос, по какому поводу они обращались, это защита своих территорий, своих границ. Եվ հիմնական հարցերը, որոնցում նրանք խնդրվածքն էին իրենց տալիս արևմուտքին, դա առաջինը իրենց տարածքային ամբողջականության պաշտպանումն էր։ Но также защита пилигримов от участившихся нападений. Եվ երկրորդը ուխտագնացների ապահովությունը, երբ որ նրանք գնում էին ուխտագնացության, որ նրանք ապահով անեին դա։ Мусульмане пускали христианских пилигримов. Որովհետև մենք գիտենք, որ մուսուլմանները հարձակվում էին քրիստոնեական ուխտագնացների վրա։ И они репрессировали христиан, но не постоянно. То есть большая часть политики была лояльной. То есть можно было быть христианином в обществе и участвовать публично в своей вере. Այսինքն սա մի բան էր, որ չէր կատարվում մեծ մասշտաբով, քրիստոնյաները էլի ունեին կայսրության մեջ իրենց ուրույն դերը, նրանք կարող էին էլի լինել ազատորեն քրիստոնյա, բայց պարբերաբար ճնշումներ էին գործադրվում հենց ուխտագնացների նկատմամբ։ У мусульман у самих были пилигримы в Мекку каждый год. Հենց իրենք մուսուլմանները ունեին իրենց սեփական ուխտագնացները դեպի Մեքքա, որոնք գնում են ամեն տարի։ И Иерусалим для них тоже был святым городом. Բայց Երուսաղեմն էլ նրանց համար էլի սուրբ քաղաք էր։ Поэтому пилигримы для них было очень понятное дело, и они относились к этому хорошо. Դրա համար, քանի որ իրենց մշակույթում էլ կար այս հասկացողությունը ուխտագնաց լինելու, նրանք սովորաբար լավ էին վերաբերվում այս երևույթին։ Но и из-за развала Западной империи возникла или вернулась старая проблема. Բայց արևմուտքի կայսրության արևմտյան մասի անկումը հանգեցրեց նաև այսպիսի խնդիրների այս տարածաշրջանում։ Пиратство в Средиземном море. Պիրատները, հա, ոնց էր իրեն։ Ավազակներ են անկով որ գողություն էին անում, հա, Грабеж. Ավերից, այո։ Իրանք սկսեցին նաև գլուխ բարձրացնել։ И даже появились викинги, которые доплывали до Азии. Եվ վիկինգներն էլ արդեն գլուխ բարձրացեցին, որոնք հաջողացրեցին միջև Ասիա նավարկել։ И они грабили все практически города прибрежные. Եվ այդ մեր ծովիափյան այդ քաղաքները ինչքան որ կարացան թալանեցին։ И в этих местах селились разбойники, пользовались отсутствием закона и грабили людей на пути. Եվ ճանապարհին օգտվելով օրենքի բացակայությունից թալանում էին բոլոր նրանց, ում որ կարողանում էին։ Да. В то же самое время западная цивилизация стала просыпаться и пробуждаться после нашествия варваров. Այդ նույն ժամանակահատվածում արևմտյան կայսրությունը սկսում էր արդեն արթնանալ նոր թափ հավաքել այն բանից հետո, երբ որ բարբարոսների հետ իր պատերազմները ունեցավ։ И появился огромный поток туристов, которые хотели вернуться, посмотреть места, где жил Иисус. Եվ դրա արդյունքում հայտնվեցին շատ մարդիկ, ովքեր արդեն կարող էին եւ ցանկություն ունեին վերադառնալ որպես տուրիստ, շրջել այն տեղերով, որտեղ որ ապրել է Հիսուսը։ И в том числе они хотели восстановить древние места, которые были разрушены. Եվ նաեւ նրանք ուզում էին հին պատմական իրենց համար արժեքավոր հատվածները, որոնք որ ջարդվել էին, քանդվել էին, դրանք ուզում էին վերականգնել։ Пилигримы стали вооружаться сами, чтобы себя защищать в пути. Այսպիսով ուխտագնացները սկսեցին զինվել, որպեսզի կարողանան իրենք իրենց պաշտպանել ճանապարհին։ Потом они стали нанимать профессиональную охрану. Եվ հետո սկսեցին նրանք ավելի մասնագետների վարձել։ Но этого было недостаточно, и поэтому начались крестовые походы. Եվ քանի որ այս մասնագիտացված պաշտպանությունն էլ հերիք չարեց, սկսվեցին խաչակրաց արշավանքները։
Для Папы Римского, который начал эту эпоху, это был вопрос еще решения ряда практических проблем дома. Հռոմի Պապի համար, ով այդ ժամանակ ուներ խնդիրներ նաև իր սեփական տարածաշրջանում, իր համար սա իր խնդիրներն էլ լուծելու մի առիթ էր։ Это был способ разрядить внутренние политические конфликты, просто воюющие армии отправить на восток. Սա նրա համար մի միջոց էր ծառայում, որպեսզի ներքաղաքական այդ լարված իրավիճակի իրար մեջ պատերազմող մարդկանց, ովքեր որ զինված էին, միանգամից ուղղեր իրենց զենքերով դեպի արևելք։ И поэтому собирает он воинов, говорит им, что надо спасать пилигримов, надо защищать священные места, отправляет их на восток. Դրա համար նա ինչ է անում, հավաքում է իր ուխտագնացներին, նրանց զինում է եւ ասում է, որ պետք է ուխտագնացությունը առասարակ պաշտպանվի եւ նրանց ուղարկում է այսպիսով արևելք։ Первый крестовый поход успешный. Առաջին խաչակրաց արշավանքը հաջողված էր։ Остальные практически все заканчиваются ужасным провалом. Իսկ մնացածները գործնականում վերջացան, ավարտվեցին շատ վատ, ցավալի անհաջողություններով։ И вся эта история превращается в историю ужасного кровопролития. Եվ այս ամբողջ պատմությունը խաչակրաց արշավանքների հաջորդների ընթացքում դառնում է արյունաթափության ուղղակի մի պատմվածք։ Крестоносцы убивали евреев в большом количестве. Խաչակիրները սպանում էին հрьяաներին մեծ քանակով։ Они убивали христиан на Востоке. Նրանք սպանում էին քրիստոնյաներին արևելյան։ Византийских христиан, в том числе, которые сначала звали их помогать. Բյուզանդական քրիստոնյաներին իդեպ սրանք են մարդիկ են, ովքեր որ սկզբից դիմել էին արևմուտքին, որ իրենց օգնեն։ И, конечно же, уничтожали мусульман тысячами. Բնականաբար նաև ոչնչացնում էին մուսուլմաններին։ Да. И в этой ситуации были люди верующие. Եվ այդ ամեն ինչի մեջ դժում էին հավատացյալ ժողովուրդը։ И в том числе среди них наши друзья тамплиеры. Եվ դրա մեջ էլ արդեն դժողների մեջ էլ նաև կային հենց այդ տամպլերների կարգը, որոնք մեր ընկերներն են։ Да, что это такое за странное образование? Оно уникальное в истории. Ինչ սա տարօրինակ, բայց եզակի իր հետաքրքրությամբ կազմավորում է պատմության մեջ։ Значит, простое определение – это рыцари-монахи. Եթե լինենք պարզ մեր սահմանում մեջ, նրանք զինվորներ էին, ովքեր որ Մենաստանի զինվորներ էին, այսպես ասած։ Вот самые известные ордена тамплиеров, собственно, тамплиеры, спецеры и Тевтонский орден. Այս հայտնի 3 խաչակ տամպլիերների կարգերն են հենց տամպլիերները, հոսպիտալերները, այսինքն նրանք ովքեր որ զբաղվում էին բժշկությամբ եւ տևտոնական կարգը։ Но их было около 25 разных орденов, которые появлялись и исчезали. Այս 3-ը գլխավորում են, բայց այս կարգերից 25 կային, որոնք որ բարբերաբար ժամանակի ընթացքում գլուխ են բարձրացնում եւ անհետանում էին։ Да, вообще комбинация очень странная. Воин-монах, рыцарь-монах. Как такое произошло? Տեսեք, այս տամպլերի սահմանումը, որ մենք նայում ենք, որ իրանք Մենաստանի մարդիկ էին, բայց նաև իրենք զինվորներ էին։ Եվ այս երկուսը կարծես պարադոքսալ երևույթ է։ Монахи исполняли в том числе обязанности священника, то есть они были священниками, они были нищими. Մարդիկ նրանք քահանաներ էին, նրանք կատարում էին քահանայական գործառույթ։ Они были пастырями и часто выполняли работу священства, которую католическая церковь уже перестала исполнять. Եվ շատ հաճախ նրանք հովիվներ էին, ովքեր հովության գործի մեջ էին ակտիվորեն եւ անում էին այն, ինչ որ կաթոլիկությունը գործնականում արդեն վաղուց դադարել էր անում։ Они были проповедниками. Նրանք քարոզիչներ էին։ И вот они оказались вооруженные до зубов и очень опасные для всех окружающих их врагов. Եվ այդ քարոզիչները պարզվում է մի օր, որ մինչև ատամները զինված են եւ նրանք արդեն վտանգավոր են իշխանությունների համար։ Да, вот иллюстрация 5 орденов. Եվ այս ցուցադրությունը ներկայացում է 5 արքերի с их гербами разными.
նկար կա, հա, երևի թե դուք եթե ունեք այս նյութը կտեսնեք 5 նկարներ կան, բոլորի вրա կա խաչ, վահան եւ սրանք խորհրդանշում են 5 տարբեր այդ իրենց կարգերը, օրդենները, այսպես իր տերմինով ասեմ։ В середине самый известный орден именно тамплиеров. Մեջտեղինը ամենահայտնին է, որ սպիտակ վահանը մեջտեղը կարմիրով հավասարաչափ ծայրերով խաչ է, սա հենց այդ տամպլերների կարգի իրենց զինանշանն է։ Да, видно среди них общее, что на гербах крест. Եվ իրենց մեջի ընդհանրությունը պարզ է, որ այն է, որ զինանշանների վրա կա խաչ։ Который они нашивали потом себе на плащи. Եվ հետո նրանք այդ խաչերը նույնպես իրենց թիկնոցների վրա կարեցին։ Эта ассоциация есть с крестовыми походами, что крестоносцы, они носят крест. Եվ հենց դա է այդ ասոցիացիան, որը տալիս է հենց նրանց իրենց անունը խաչակիրներ։ Да, и нужно понимать, что вот эта связь, она напрямую связана с тамплиерами, потому что тамплиеры были самыми агрессивными, самыми передовыми крестоносцами. Եվ պետք է հասկանանք, որ երբ որ ասում ենք խաչակիրներ, առաջին ասոցիացիան հենց ավելի հիմքային գալիս է տամպլերների վրա, որտեղ նրանք հիմնական խաչակիրներն էին։ Значит, откуда они взялись? Как такие люди появились? Հիմա հասկանանք, որտեղից նրանք ընդհանրապես ինչպես այդպիսի մարդիկ գլուխ բարձրացրեցին։ Значит, началось все с ордена госпитальеров. Սկսվեց ամեն ինչ այս հոսպիտալերների կարգից, которые не были вооружены вообще. Որոնք որ ընդհանրապես դիմված չէին։ Они занимались медицинской работой, они работали с ранеными людьми, и они хоронили мертвых. Եվ ինչպես նախկինում нշեցի, նրանք զբաղվում էին բժշկական գործերով, վիրակապում էին վիրավորներին եւ թաղում էին արդեն մահացածներին։ И они хоронили мертвых своих, и они хоронили мертвых мусульман. И они ухаживали за своими, они ухаживали за врагами тоже. Իդեպ նրանք թաղում էին ոչ միայն իրենց մեռելներին, նրանք թաղում էին նաև մուսուլմանների այդ մարդկանց, ովքեր որ պատերազմում ընկել էին, նրանք հոգ էին անում այդ երկու кողմի տուժածների մասին էլ։ И эта работа была очень важна, потому что одно из очень легких способов умереть в путешествии – это от льва. Եվ դա շատ կարևոր ծառայություն էր, որովհետև այն ամենահեշտ ձևից մեկը դու կարաս уղակի մահանաս արշավանքի ժամանակ, դա այն է, որ դու ունենաս դիակներ, որոնք որ թաղած չեն։ И львы, это не африканский лев, он меньше, но эти львы развелись вокруг Иерусалима со всех сторон. Դրա պատճառով տեսեք գալիս էին արդուծներ եւ Երուսաղեմը բոլոր ի 4 կողմով շրջապատել էին։ И они очень быстро размножались на трупах. Եվ իրենք գալիս էին այդ չթաղած դիակների վրա։ Поэтому хоронить это был способ санитарии, но также был способ обезопасить, потому что если все это оставлять, разведутся львы. Այսինքն դա առաջին հերթին միջոց էր, որով որ դու կարող ես ազատվել հիվանդությունների տարածումից, վարակներից, եւ երկրորդ հերթին առյուծների տարածումից, որտեղ իրենք գալիս էին այդ դիակների վրա։ И монахи взялись вот за эту работу, опасную работу, трудную работу, которую другие не делали. Եվ այս հոսպիտալերները ձերք վերնամուխ եղան այսպիսի դժվար առաջադրանքի ու ծառայության կատարմանը։ Да. Во время первого крестового похода 9 рыцарей учредили орден бедных рыцарей Иерусалимского храма. Եվ 1119 թվականին 9 զինվորի կարգեցին որպես կարգ Երուսաղեմի աղքատների այդ հավաքի համար, հա, այսպես ասած։ Потому что им просто дали там поспать. Им дали поспать в храме, и они собрались вместе и создали орден для защиты этого храма. Եվ քան նրանք թույլ էին տալիս այս մարդիկ Երուսաղեմի, որ նրանք քնեին իրենց մոտ, նրանք էլ հավաքվեցին եւ սարքեցին կարգ, որը որ պետք է պաշտպաներ այդ աղքատներին այնտեղի։ Буквально через год на Наблузском соборе разрешили священнослужителям иногда вооружаться. Եվ 1120 թվականին հաջորդ տարին նրանք այս նաբլուսական տաճարում, այսպես ասած, որոշեցին թույլ տալ, որ հոգևորականները ժամանակ առ ժամանակ նաև զինվեն։
То есть до этого момента пастор, священник не имел права трогать оружие. Այսինքն մինչև 1120 թվականը հովիվը քահանան ծառայողը եկեղեցու չուներ իրավունք զենքի ձեռք տալու։ То есть почему им разрешили брать оружие? Потому что не хватало рук. Այսինքն ինչի համար նրանց թողեցին որ զենք վերցնեն, որովհետև ուղղակի քանակը չէր հերիքում։ Чтобы удержать земли завоеванные от Иерусалима до Европы, каждые 20 километров крепость. Եվ որպեսզի պահվի այդ ամեն ինչը իրենց ձեռք բերածը Երուսաղեմից մինչև Եվրոպա ամեն 20 կիլոմետրը մեկ մի ամրոց կար։ И эта крепость охраняется гарнизоном от 20 до 500 людей. Եվ այդ ամրոցները 20-ից 500, այսպես տատանման մեջ թվերով, զինվորի կողմից էր հսկվում։ И, естественно, они часто оказываются под атакой турков, которых могло быть 1000. Եվ այս 20-ից 500 հոգանոց հսկիչները, որոնք որ այս աշտանակների վրա պետք է կանգնեին 20 կիլոմետրը մեկ։ Պատկերացրեք, եթե թուրքերը 1000 հոգով հարձակվում էին, նրանք հայտնվում էին անելանելի իրադրությունում։ Да, поэтому если вас 20 человек, и вас окружило 2000, то те, кто без оружия, берут оружие в руки. Այսինքն եթե դուք 20 հոգով եք եւ ձեզ 1000 հոգի հարձակվել է ձեր վրա, ուրեմն ձեր մեջից ովքեր որ զենք չեն վերցնում, պետք է որ ստիպված արդեն զենք վերցնեն։ Наблузский собор узаконил уже существующую практику. Այս նամուսական եկեղեցում հա արդեն սա տեղական մի գործառույթ էր, որ իրականացվում էր։ В тот же год рыцарям-тамплиерам разрешили расположиться в мечети Алякса, известной на Храмовой горе. И с тех пор и есть их название. Тамплиеры, то есть имеется в виду храмовщики. Եվ 1120 թվականին տամպլիերների թույլ տվեցին, որպեսզի այս մզկիթում, որի անունն է Ալ-Աքսա, նրանք կարողանան, որի դեպ Տաճի լեռան վրա Սողոմոնի մասն է խոսքը, Սողոմոն Տաճի մասն է խոսքը, եւ թույլ տվեցին նրանց այստեղ տեղակայվեն եւ եթե տամպլիերների հենց անունը, որը որ բառացի, եթե թարգմանես, նշանակում է տաճարականներ։ И ордена два основателя – это Гюго де Пейн и Бернар Клерворский. Եվ այս կարգը ունի երկու հիմնադիր, Հուգո դե Պեյն, ֆրանսիական ինքը մարտիկ էր, եւ Бернард Клеровский. Клерворский, да. Бернар Клерворский очень известный католический богослов. Եվ այս Բերնարդը շատ հայտնի կաթոլիկ աստվածաբան էր։ И он очень известный мистик. Եվ նաև շատ հայտնի միստիկ էր։ Но самый его развитый навык был маркетинг. Բայց ամեն այսպես ասած բացահայտված տաղանդը դա մարքեթինգն էր։ Он был в личной переписке со всеми знаниями Европы. Եվ նա հաղորդակցության մեջ էր շարունակական բոլոր Եվրոպայում ազդեցիկ դեմքերի հետ։ И оказывал огромное влияние на них. Եվ դրա միջոցով նա կարողանում էր մեծ ազդեցություն ունենալ նրանց вրա։ Без него, скорее всего, не было бы крестовых походов. Առանց իրա ըստ երևույթին չէր կարող գոյություն ունենալ խաչակրաց արշավանք։ Потому что он что делает? Он объясняет европейцам, почему им нужно давать деньги из своих детей на крестовые походы. Ինչի համար, որովհետև նա էր եվրոպացիներին բացատրում էր եւ համոզում էր, թե ինչի համար պետք է նրանք իրենց տան գումար եւ իրենց երեխաներին ուղարկեն կռվելու։ И он находит отклик. То есть люди его слушаются и жертвуют огромные состояния, продают земли для того, чтобы поддерживать крестовые походы. Եվ սրա արդյունքում նա գտնում է այնտեղից արձագանք եւ մարդիկ շատ մեծ կարողություններ են անգամ վաճառում, որպեսզի կարողանան ֆինանսավորել նրանց, որպեսզի տեղի ունենա խաչակրաց արշավանքը։ Когда он основывает монашеский орден, это сразу делает этот орден самой популярной организацией в Европе. Երբ որ նա այդ Մենաստանի կարգն է հիմնում, դա լինում է ամենաազդեցիկը Եվրոպայում։
Значит, почему они стали популярными? Из-за Бернара Клеворского. Այսինքն նրա Բերնարդ Կլևորսկիի միջոցով են դառնում հայտնի։ Они были очень хорошо профинансированы, в отличие от многих других образований. Եվ նրանք մնացածի համեմատ ավելի շատ ֆինանսավորում էին ունենում։ И поскольку весь орден был на добровольцах, нищенству и рыцари, то есть им не платили зарплату, они вступали туда как добровольцы, то у них не было издержек, как у многих европейских армий. Քանի որ այս կարգը խաչակիրները նրանք հիմնականում աղքատ խավից են եւ նրանք դա չէին անում ֆինանսի համար, նրանք դա անում էին կամավորական որպես գրվելով, նրանց մոտ ավելի քիչ էր միջոցները, քան Եվրոպայի իրենց զինակիցների հետ համեմատած։ Да, армия очень дорогое удовольствие. Ես գիտենք բանակը դա շատ թանկ հաճույք է։ Да, здесь получилась такая комбинация, что монахи не ожидали и им не обещали никакой зарплаты. Եվ մենք տեսնում ենք, որ այստեղ այս Մենաստանի քահանաներին ոչ մի աշխատավարձ չէին խոստացել։ Это попало в эпоху, когда вот такого рода посвящение себя стало идеалом для европейцев. Եվ դա էլ հենց համընկավ այն դարաշրջանի հետ, որ այսպիսի նվիրվածություն առանց մնացորդի դարձավ եվրոպացիների համար իդեալ։ Մի բան, որին դու ձգտում ես նմանվել։ То есть вот это понятие «рыцарь на белом коне» отсюда. Այսինքն այս ասպետի գաղափարը, որը որ նստած է սպիտակ ձիու վրա, այստեղից է գալիս։ То есть ожидается, что это святой человек, что это честный человек, что он посвящен Богу, посвящен идеалу. Այսինքն տեսնում են այսպիսի մարդուն սпасելի է, որ նա նվիրված է Աստծուն, նա նվիրված է այս կատարյալ բարձր գաղափարին, նա արդար մարդ է։ И что он сражается не за деньги, а он сражается для того, чтобы защищать других. Այսինքն նա ոչ թե կռիվ է անում գումարի համար, այլ նա կռվում է նրա համար, որ պաշտպանի մնացածին։ Да. И это видно во всю европейскую эпоху. Самый яркий пример — это рыцари круглого стола в Англии. Եվ դա արդեն Եվրոպայում շատ հայտնի տարածում է, որի ամենավառ օրինակներից մեկը այս ասպետներն էին կլոր սեղանի Անգլիայում։ Да, то есть почему круглый стол? Потому что нету главного человека на круглом столе. Որովհետև դրանով նրանք ուզում էին ցույց տալ, որ գլխավոր չկա այս սեղանի վրա։ Там нету места, которое главнее, чем другие места. Այդտեղ չկա, այսպես ասած, սեղանի գլուխը, որտեղ որ նստածնում են այն մարդուն, որ ամենաշատ ազդեցություն ունի։ То есть это понятие равенства, что это братство, что это христианское братство. Այսինքն այստեղ նրանք սրան ուզում էին ցույց տալ քրիստոնեական եղբայրություն ու հավասարություն։ И пример самого известного человека, который воплощал, это Ричард Львиное Сердце, который участвовал в крестовых походах. Եվ ամենայն կարկառուն դեմքը, որ սա արտահայտում է, դա Ռիչարդ Արիոցասիրտն էր։ Да, то есть Львиное Сердце, нужно понимать, что очень храброе сердце. Եվ եթե նրան երբ որ նրան ասում են Արիոցասիրտ, պետք է դրանով հասկանանք, որ նա շատ քաջ էր։ Сражения крестоносцев все были с недостатком силы 1 к 6, 1 к 20. То есть лабей? Да, то есть на одного рыцаря 6 турков. Տեսեք, այնքան ուժեղ էին այս արքը տամպլերների եւ նրա մեջ ասպետները այնքան ուժեղ էին, որ մի զինվորի վրա եթե 6 թուրք կար, ուժերի հարաբերակցությունը այդպես էր, մեկը 6-ի։ Были сражения, когда был 1 к 20. Կռիվներ էին եղել, որոնք որ հարաբերակցություններ 1-ը 20-ի։ И крестоносцы нападали. Եվ իդեպ այդ պարագայում խաչակիրները հարձակողի դիրքում էին։ То есть по военной науке, чтобы нападать, нужно в 3 раза больше со своей стороны. Այսինքն, եթե հետևենք զինվորական գիտության 1-ին 3 պետքա դու ուժեղ լինես, որ կարողանաս հարձակվել։ То есть это такой идеал, как человек настолько посвященный Богу, что он верит, что он даже в невозможной ситуации сможет победить.
Եվ սա այն պատկերն է, որ մարդը հավատում է Աստծուն այն աստիճանի ու այնքան քաջա, որ ինքը մտածում է, որ եթե ինքը ճիշտ բան անում, ինքը այնքան ուժ ունի, որ անհնարին այսպես հաշվարկներով թվացող վիճակում էլ ինքը կկարողանա հաղթի։ Мгм. Вот это здание, которое есть и сегодня, это здание было как раз-таки их центром, их главным офисом. Այս մեկ արկա տաճարի եւ այդ հիմա էլ ինքը այդ կարգավիճակում է ներկայում եւ այն ժամանակ էլ ծառայում էր որպես իրենց գլխամաս։ Это мечеть, Դա մզկիթ է, но они называли это наш храм. բայց նրանք դա անվանում էին մեր տաճարը։ И это было очень удобным еще офисом для наборки новых добровольцев. Եվ դա լավ հավաքման կետ էր նաեւ ծառայում, որպեսզի նոր զինակոչիկներ գային։ Потому что европейские пилигримы, когда они приходили в Иерусалим, в какое место они шли в первую очередь? Որովհետեւ առաջին տեղը որտեղ էր որ գնում էին եվրոպացի ուխտավորները որ գալիս էին այս տարածաշրջան, Это место, где распяли Иисуса, где похоронили Иисуса и храм. առաջ որտեղ որ Հիսուսին խաչել էին, երկրորդը որտեղ նա թաղվել էր նրա գերեզմանը, եւ երրորդ տեղը որ նրանք այցելում էին, դա այս տաճարն էր։ И, конечно, под сильным очень впечатлением потом человек приходил в храм, и ему говорили, а хотите встроиться добровольцем в наш орден? Եվ մարդը այս տպավորությունների մեջ, երբ որ վերջում արդեն այդքան հատվածները տեսած գալիս էր եւ մտնում էր տաճար, նրան միանգամից առաջարկում էին կարողա ուզենակ միանալ այսպիսի մի խմբավորման։ И люди присоединялись тысячами. Եվ մարդիկ հազարներով էին միանում այսպիսի խմբավորման։ Очень известные люди из самых знатных и самых великих семей. Շատ հայտնի եւ շատ հարգված կարգավիճակով, հա, ընտանիքների զավակներ էին միանում։ Сейчас мы пройдемся по основным орденам, просто чтобы вы знали разницу между ними. Մենք հիմա հիմնական այս կարգերի վրայով կանցնենք, որպեսզի դուք հասկանաք տարբերությունը նրանց միջև։ Да, госпитальеры, само слово от госпиталь, то есть что они лечили. Հոսպիտալերները հենց այդ հոսպիտալ բառից է գալիս, որտեղ նրանք բուժում էին։ Начали как медики, а стали больше заниматься охраной. Նրանք սկսել են իրենց գործունեությունը որպես բժիշկներ եւ հետո արդեն դառել են որպես անվտանգության այսպես ապահովողներ։ Когда выбили крестоносцев священной земли, они переехали в Мальту. Երբ որ նրանք խաչակիներին հանեցին այս տարածքից, նրանք արդեն Մալթա տեղափոխվեցին։ И, кстати, вот пример их способности. В 1565 году 9 тысяч госпитальеров выстояли осаду против 40 тысяч. Տեսեք, որպեսզի ցույց տանք իրենց ուժը, այսպիսի մի օրինակ 1565 թվականին 9000 ընդամենը հոսպիտալերներով փակուղու մեջ էին գցել եւ պաշարել էին 40000 թուրքերի Մալթայում։ Из этих 9 тысяч только 600 были рыцарями. Եվ այս 1000-ից ընդամենը 600-ն էր, որ ասպետ էր, ինքը կռվող էր։ То есть 600 воинов профессиональных выстояли против 40 тысяч. Եվ կարելի է այսպես ասել, որ այս 600-ն էին, որոնք որ կանգնում էին այդ 40000 թուրքի դեմ։ Это просто пример, не единственный такой. Դա ուղղակի մի օրինակ է, եւ սա միակ դեպքը չէ։ Орден продолжает существовать до сих пор, но больше занимается медициной и благотворительностью. Եվ այս կարգը, այս խմբավորումը միջև հիմա է շարունակում է գոյություն ունենալ եւ զբաղվում է բժշկությամբ։ Да, черный плащ и белый крест. Նրանք հայտնի են իրենց սև թիկնոցով, որի վրա կար սպիտակ խաչ։ Потом Тевтонский немецкий орден, который основан больше. Գերմանական, который основан позже. Այս տևտոնական, հա, գերմանական կարգը, որը որ ավելի ուշ է հիմնվել։ Да, тамплиеры говорили в основном на французском языке. Նրանք հիմնականում խոսում էին ֆրանսերեն։ Так что турки, когда они описывали крестоносцев, они их обзывали франки.
Եվ սրա արդյունքում թուրքերը երբ որ փորձում են նկարագրել իրենց զրույցների մեջ տամպլերներին, նրանք իրենց անվանում էին ֆրանկեր։ Да, но стало появляться очень много добровольцев из Германии. Բայց արդեն այս հատվածում տեսնում ենք, որ ժամանակահատվածում սկսում են նաև ի հայտ գալ կամավորականներ շատ նաև Գերմանիայից։ Да, и частично из-за языкового барьера, но также культурных с франками, они стали образовывать свой орден. Եվ թե լեզվական արգելքի պատճառով, թե մշակութային խոչընդոտների պատճառով նրանք ֆրանսիացիներից առանձնացան եւ իրենց սեփական կարգ օրդենը իրեցին։ Мгм. После потери Иерусалима они перебрались в город Акра. Երուսաղեմից հետո նրանք հիմնվեցին Ակրայում, այսինքն И, Երուսաղեմի կորուստից հետո նրանք հիմնվեցին Ակրայում։ да, и по количеству они стали уже соперничать с тамплиерами. Եվ արդեն այդ ժամանակահատվածում իրենց քանակով մրցակցում էին անգամ հենց տամպլիերների հետ։ Мгм. И после султана Бейбарса они переберутся в Европу и там образуют даже свое государство. Եվ այս Բեյբարս առաջին սուլտանից հետո էլ անգամ տեղափոխվեցին Եվրոպա եւ հիմնեցին իրենց բալթական այսպես պետությունը։ Да, в Балтике они продолжат заниматься крестовыми походами против славян. Բալթիկայում էլ նրանք սլավոնների ուղղությամբ սկսեցին անել իրենց արշավանքները Мгм. И они обращали окружающие народы насильно в христианскую веру. եւ նրանք այդ տեղի ժողովրդին եւ շրջակայքում եղող ժողովրդին բռնի ուժով դարձնում էին քրիստոնյա։ Да. Наполеон забрал Тевтонские земли, но они как орден существуют до сегодняшнего дня. Նապոլեոնը գրավեց այս տևտոնական հողերը, որոնց իրենք սարքել են իրենց պետությունը, բայց այդ կարգը մինչև հիմա էլ շարունակում է պահպանվել։ Да, это картина известная полумифической битвы на Неве, когда Александр Невский защищался от Тевтонского ордена. Եվ այս նկարում այստեղ կիսա բական այսպես նկար է, որտեղ որ մի կռիվ է գնում հենց նրանց դեմ։ Мгм. Да, и говорят, что они сражались на реке, и лед уже подтаял, и поэтому крестоносцы провалились в лед. Եվ նրանք պատմությունը ասում է, որ նրանք սառույցի վրա էին կռվում, գետի սառույցի վրա, եւ արդեն ժամանակի ընթացքում հալվում էր եւ խաչակիրները իրենց պարտություն ունեցան, որտեղ արդեն խորտակվում էին այդ ջրերի մեջ։ Мгм. Потом испанские ордена основаны при реконкисте в подражание тамплиерам. Իսպանական կարգերը հիմնվեցին ռեկոնկիստայի ժամանակահատվածում, когда выбивали мусульман из Испании. Դա այն ժամանակահատվածն էր, երբ որ մուսուլմաններին ուղղակի հրացնում էին բռնի ուժով Իսպանիայից։ То есть они увидели, как хорошо эта модель работала в священной земле и просто повторили ее для освобождения земель в... Իրանք տեսան, թե ինչ հաջողված կերպով այդ մոդելը աշխատեց Սուրբ երկրի վրա եւ փորձեցին այդ մոդելով էլ ու արեցին նաեւ բռնի ուժով տարահանեցին, վրընդեցին մուսուլմաններին։ Да, и испанские ордена, поэтому они такие были более поверхностные, правила были не такие жесткие, не такие монашеские. Եվ դրա համար, քանի որ այսպես ավելի քաղաքական նոտա կար, իսպանական այս կարգերը ավելի քիչ էին Մենաստանի քահանաներով լցված եւ ավելի թույլ էր այնտեղի օրենքները։ Շատ սահմանափակումներ չկային։ Да, отсюда очень известный персонаж классической литературы Дон Кихот. Եվ այստեղ դասական գրականության հայտնի դեմքերից мեկն է ի հայտ գալիս Դոն Կիխոտը, писателя Сервантеса. Սերվանտեսի գրվածքի միջից, да, который сатиризировал вот это все рыцарство. который что сделал? Сатиризировал, ну как, насмехался. Ով որ ժանր կա չէ գրական սատիրա, որ ինքը հեգնանք է արտահայտում։ Եվ այս հեղինակը այս ամբողջ գրած արշավանքը այսպես հեգնական կերպով է ներկայացնում իր գրվածքի մեջ։ Да, потому что Дон Кихот такой человек в возрасте, немножко чокнутый. Որովհետև իր գրվածքի մեջ այս Դոն Կիխոտը անձնավորությունը կերպարը տարիքով էր մի քիչ խելքը գցած էր, այսպես է նկարագրում իր պատմության մեջ։
да, который со старой кобылой, старой клячей, не боевой лошадью. Որ տեր յու վրա որ նախատեսված չէր, որը նախատեսված չէր պատերազմի համար, դրա վրա էր հեծնած Себя представляет великим воином, и у него разные великие приключения. եւ նա այսպիսի ծաղրական կարգավիճակում իրեն հայտարարում է մեծ մարտիկ եւ ընկնում է տարբեր արկածախնդրությունների մեջ։ И среди них, когда он увидел ветряную мельницу, посчитал ее за врага и на своей кобыле побежал с копьем на ветряную мельницу. Եվ այս իր խելագարության մեջ մի հողմաղաց է տեսնում, որին ինքը ընկալում է որպես իր թշնամի եւ հաղթահարում է դրան, պատերազմում է դրա դեմ։ Да, то есть для того поколения они уже видели, что большой есть отрыв между идеалом рыцарства и реальностью. Այսինքն անգամ այս սերունդն էլ, երբ որ գրվել է այս պատմությունը, նրանք արդեն սկսել էին տեսնել, որ տարբերություն կա ասպետական այդ իդեալի մեջ, որոնք որ մարդիկ իրենց գլխի մեջ պատմում են, եւ իրականության մեջ, Да, что все это происходило немножко на грани сумасшествия. որ նրանք պատկերացնում էին, որ այդ ամենը ինչ արդեն հատում էր լագարության սահմանը, ինչ որ նրանք անում Да, вот это разные испанские ордена на слайде. եւ դրանք են տարբեր իսպանական կարգերն էին։ Да, вернемся, собственно, к самым крупным тамплиерам. Վերադառնանք ամենախոշորին տամպլերներին, հա, այսպես տաճարականներին, Что интересно с ними, что они стали самыми лучшими воинами той эпохи. եւ հետաքրքիրն այն է, որ հենց այս տաճարականների կարգը դարձավ այդ դարաշրջանի ամենակարկառուն մարտիկների կարգը։ Они всегда были впереди всех нападений. Նրանք միշտ առաջնագծում էին բոլոր հարձակումների։ Их присутствие вдохновляло других воинов. Եվ նրանց ներկայությունը միայն ոգեշնչում էր մնացած մարտիկներին։ Также первые, кто образовал Международный банк. Եվ նրանք նաև առաջինն էին, որ հիմնեցին եւ ստեղծեցին միջազգային բանկ։ То есть, если пилигрим ехал в Иерусалим, он мог получить записку от тамплиеров, дать им деньги в Европе и получить деньги в Иерусалиме. Այսինքն խաչակիրը, երբ որ գնում էր արշավանքի, կարող էր թուղթ ստանալ Եվրոպայից ներողություն Երուսաղեմից, հետո հետ գնալ Եվրոպա դրա դիմաց գումար ստանալ։ Да, это очень полезный сервис, потому что тогда не ограбят в пути. Եվ ինչով էր սա օգտակար ծառայություն, որովհետև քո մոտ ճանապարհին գումար չկար, դու քեզ չալանի։ Они содержали сотни замков и крепостей. Եվ նրանք պահում էին հարյուրավոր ամրոցներ։ И хотя многие из них были из дворянства, это обычно второй сын, третий сын знатной семьи. Եվ նրանց մեջ էին հիմնականում այսպես պալատականներից բարձր խավի երկրորդ զավակները։ К ним очень много присоединялось крепостных крестьян. Եվ այս բերդաքաղաքների քրիստոնյաներից էլ գյուղական համայնքների միջի շատերը միանում էին նրանց։ Да, во многом потому, что быть крепостным крестьянином в Европе это было тяжело. Ինչի համար առաջին հերթին որ գյուղացի լինել այսպիսի բերդաքաղաքում Եվրոպայում այս ժամանակահատվածում հեշտ չէր։ То есть такая жизнь с приключениями, можно сказать, многих завлекала. Այսինքն այսպիսի արկածախնդրություններով լի կյանքը շատերին էր գրավում։ Да, униформа тамплиеров это белое одеяние с красным крестом. Իսկ այս տաճարականների կարգի այս տամպլիերների շը արդեն առանձնանում էր իր սպիտակ գույնով, որի վրա կար կարմիր խաչ։ Да, их было видно издалека. Եվ նրանք անգամ հեռվից ելում էին։ Да. Нужно еще понимать, как это выглядело в глазах мусульман. Պետք է նաև հասկանալ, թե այս ամենը ինչ տեսք ուներ մուսուլմանների աչքերով։ Такого монстра они никогда в своей жизни не видели до того времени, когда они не увидели рыцаря на коне. Այսի հրեշ նրանք երբեք չէին տեսել իրենց կյանքի մեջ մինչև այդ պահը, երբ որ նրանք տեսան այս ասպետին ձիու վրա։
Арабская лошадь по массе в 2,5 раза меньше, чем европейская лошадь. Ինչի համար է ասում եղբայրը այսպիսի հրես չէին տեսել, որովհետև արաբական ձին, որը որ օգտագործվում էր մուսուլմանների կողմից արշավանքների ժամանակ, այդ պահին երկու անգամ ավելի փոքր էր եվրոպական ձիուց չափերով։ Потому что монахи в Европе научились базовой генетике, и они выводили лошади пахотные для тяжелых работ. Եվ գենետիկայի ոլորտում ուսումնասիրություններ էին արել այս տաճարի Մենաստանի ապրող քահանաները եւ նրանք կարողացել էին այնպիսի կերակալ եւ այնպիսի պարապմունքներ անել ձիերի հետ, որ նրանք այդպիսի մեծ չափերի էին հասնում։ Более того, в XI веке Европа пережила металлургическую революцию. Եվ ավելին 11-րդ դարում Եվրոպան ապրեց մետաղագործության հեղաշրջում։ На базе монастырей именно. Եվ հենց Մենաստաններում էր այդ հիմքը։ В каждом монастыре была плавильня, было место для переплавки металла в сталь. Եվ ամեն Մենաստանում կային ձուլարաններ, որոնք որ նախատեսված էին երկաթի ձուլելու համար եւ նաեւ հղկելու համար։ И качество материала позволяло выдавать лист, из которого можно было делать панцирную броню. Եվ իրենց որակը գալիս է նրանից, որ նրանք կարող են ուղղել այնպիսի բան, որը պաշտպանում էր այնպիսի մի ոնց են ասում դա чтобы панцирную броню, ну как целую, то есть не чугу, она целая. Այսինքն նրանք այս ձուլարանների միջոցով կարողանում էին ձուլել այնպիսի մի համազգեստ, որ ամբողջությամբ արմասի կարողանում էր փակել բոլոր մարմնի մասերը հարվածներից։ На Востоке такого не было. Այսինքն արևելքում այդպիսի բան չկար, որ մասերով չլիներ ամբողջությամբ ծածկեր մարմինը։ На Востоке броня была легкой. Եվ արևելքում այս պաշտպանիչ շերտը, որոնք որ նրանք հագնում էին, ավելի թեթև էր։ И в том числе, чтобы лошадь могла нести всадника. Նաև ինչի համար են դանում, որ կարողանար ձին տեղափոխել նրան, որ ինքը կրում էր, որ թեթև լիներ աշը։ То есть полная экипировка это 40 килограмм плюс. Այսինքն եթե ամբողջությամբ իրենց զենքերը վերցնեին, ամեն ինչով 40 կիլոգրամից ավել էր կանգնում։ Потом лошадь, которая весила в 2 раза больше. Եվ հետո մենք տեսնում ենք, որ նրանց ձիերն էլ էին երկու անգամից ների ձիերից երկու անգամ ավելի մեծ։ Да, теперь представьте себе этих рыцарей 200 или 300, образующих клин, и как танк, врывающийся в войско турков. Եվ պատկերացրեք այսպիսի ասպետները, որոնք որ այսպես ահռելի ձիերի վրա, այսպիսի զրահապատ կերպով, այսպիսի զենքերով կանգնած են իրենց ռազմական դիրքով եւ շարժվում են տանկի նման դեպի մուսուլմանների ուղղությամբ։ Да, люди просто разлетались. Այդ մարդիկ ուղղակի վախից փախնում էին։ То есть, когда даже мусульмане побеждали, потери были ужасные с их стороны. Այսինքն անգամ այն պարագայում, երբ որ մուսուլմանները հաղթում էին, դառնում էին նրանք շատ մեծ կորուստների գնով։ Да. Значит, цель ордена обороны Иерусалима и охрана пилигримов. Այսինքն այս կազմավորման այս կարգի նպատակն էր Երուսաղեմի պաշտպանությունը եւ ուխտավորի պաշտպանությունը։ Это их логотип. Եվ մենք տեսնում ենք իրենց պարբերանշանը։ Два рыцаря на одном коне. Այս պարբերանշանը ինքը մետաղական է, որտեղ պատկերված է երկու ասպետ մի ձիու վրա։ Вообще у рыцаря должно быть 3 коня. Ընդհանրապես պետք է ասպետ ունենա 3 ձի։ То есть это иллюстрация братства, что они делят одного коня. Բայց սա այս նրանց զինանշանը ցույց է տալիս այն խորհուրդը, որ նրանք եղբայրներ են։ И спартанство, что они обходятся меньше, чем необходимо. Եվ նրանք այն, որ նրանք ավելի քիչ են, քան պետք է։
Да, и с этим они стали очень-очень успешны. Եվ այս ամեն ինչի արդյունքում նրանք դարձան շատ հաջողակ։ Да, в 1130 году Бернард поддержал папу на выборах и выбрали Иннокентия II. 1130 թվականին Բեռնարդը սատարեց Ինոկենտիոս II պապին, Он освободил их полностью от налогов от всех. նա էլ ի պատասխան սրան ազատեց բոլոր հարկերից նրանց Более տամպլերներին того, ու да, 10-րդ ազատեց։ более того, он позволил им собирать налоги. Ավելին նա թույլ տվեց, որ իրենք հավաքեն այս հարկերը И ответственны они были только на папе, больше ни перед кем. եւ նաեւ տրվեց իրենց այսպիսի առավելություն, որ նրանք միայն պապին էին պատասխանատու, ուրիշ ոչ ոքի։ Да. То есть, в сражениях они были под царем, но в Европе царь не имел никакой власти над ними. Այսինքն կռվի պարագայում նրանք պետք է գտնվեին թակավորի հրամանատարության ներքո, բայց Եվրոպայում այդ թակավորը այդ ժամանակ այդպիսի իշխանություն չուներ։ Да, и в 1934 году XII века они унаследовали все испанские владения Альфонса Арагорнского. Это были просто огромные владения. Եվ 1134 թվականին նրանք վերցրեցին, ժառանգեցին Ալֆոնս Արագոնացու բոլոր այդ կարողությունը, որը շատ մեծ էր իր քանակով։ И после того, как плотина, люди стали давать им все, деньги, землю в огромном объеме. Եվ դրանից հետո էլ մարդիկ որպես վճար իրենց շատ մեծ բաներ տվեցին, հող, գումար, И они стали сказочно богатыми. եւ այս կարգը դարձավ հեքիաթային հարուստ։ Да, и они стали банкирами Европы. Եվ նրանք դարձան Եվրոպայի բանկիրները, Потому что ни у кого не было столько наличных денег, сколько у тамплиеров. որովհետեւ այս տամպլերների չափ ոչ ոքի մոտ չկար կանխիկ գումար։ Да, рыцари ордена воевали лучше всех и наводили ужас на турков. Նրանք պատրաստում էին եւ բերում էին սարսափ թուրքերի վրա։ Турки очень сурово обходились с пленными тамплиерами. Եվ թուրքերն էլ շատ խիստ էին վերաբերվում գերիներին, տամպլերների այս կարգից։ То есть обычно пленного рыцаря держат живым, и его стараются обменять. Այսինքն ինչ է կատարում սովորաբար ասպետին ով որ կռվում է, եթե ընկնում է գերի, իրեն փորձում են կենթանի պահել, առողջ պահել, որպեսզի կարողանան հետո փոխել գերիների հետ։ За выкуп, за большой выкуп. Կամ էլ ինչ-որ գումարի դիմաց տալ։ Да, если турки поймали тамплиера, они его не меняли. Եվ եթե թուրքերը բռնում էին գերի էին վերցնում տամպլերի, նրանք չէին փոխում իրեն։ Они обычно их сразу убивали, причем жестко. Նրանք միանգամից նրանց սպանում են եւ շատ դաժան կերպով են սպանում։ И это, возможно, добавляло тоже храбрости тамплиерам, потому что они знали, что в плен попадать нельзя. Եվ հնարավոր է որ դա էլ էր դեր խաղում իրենց այսպիսի կաջլիգու մեջ, որովհետեւ նրանք գիտակցում էին, որ գերին կնել չի կարելի։ Դա տարբերակ չի իրենց համար։ Значит, жизнь ордена была монашеская, строгая. Այսինքն, այսպես ասենք, որ այս տաճարականների կարգի անդամների կյանքը Մենաստանի նույն կյանքն էր, այսինքն նրանք չէին ամուսնանում։ И тамплиеры были строже, чем другие ордена. Եվ նրանք ավելի խիտ էին, քան մնացած կարգերը։ Любое общение с женщинами запрещено. Ցանկացած շփում կանանց հետ արգելվում էր։ Да, женатым можно было вступать в орден, но, естественно, с собой жену нельзя было брать в поход. Իհարկե, չէր կարելի բերել կնոջը հետդ, եթե դու ամուսնացած էիր, բայց ուզում էիր մտնել այս կարգ, բայց ամեն դեպքում թույլատրվում էր, որ դու գայիր։ Ночью всегда был свет, чтобы не было никакого гомосексуализма. Գիշերն էլ միշտ լույսը վառ էին պահում, որպեսզի հոմոսեքսուալ գործողություններ տեղի չունենային։ То есть они знали, что это у солдат проблема, и держали очень строгую дисциплину в этом плане. Եվ նրանք այսինքն հասկանում էին, որ կարող է խնդիր առանց զինվորների մոտ եւ այս միասեռականության հետ կապված սա նրանց լուծումն էր, որ պահում էին նրանց դիսցիպլինայի մեջ։
Мгм. Мясо только 3 раза в неделю, частые посты и молитвенные вечера. Միս տալիս էին միայն 3 անգամ շաբաթական, պահում էին շատ հաճախ ծոմեր եւ ունենում էին աղոթքի երեկոներ։ Да, обязательно отращивать бороду. Պարտադիր աճացնում էին մորուք, Мгм. Никогда не отступать и сражаться до последнего. երբեք չէին նահանջում եւ պետք է կռվեին մինչեւ վերջ։ Да, несколько есть известных битв, когда крестоносцы взяли с собой в битву цепи. Взяли с собой В битву цепи. Это chain links. Мгм. Եվ նրանք պետք է կարեն մինչև վերջ եւ նրանք շատ անգամ իրենց հետ ջնջիլներ էին տանում И շղթաներ друг друга приковали цепями, եւ այդ շղթաներով մեկը մյուսին կապում էին чтобы никто не разбежался. նրա համար որ իրենցից ոչ ոք չփախչեր Ну, пару раз у них хорошо получилось, но было много раз, когда это плохо закончилось. նրանց մոտ հիմնականում սա լավ էր ստացվում բայց կային դեպքեր որոնք որ վատ էին վերջանում Да, потому что арабы смогли их выманить далеко от воды, и они просто зажарились в пустыне. որովհետեւ արաբները նրանց կարողանում էին քշել ջրից հեռու եւ նրանք ուղղակի մահանում էին բանում անապատում Да, то есть вот это правило никогда не отступать, оно не всегда было в пользу. Եվ այս օրենքը, այս կանոնը, որ ունեին երբեք չնահանջելու, միշտ չէր, որ իրենց օգուտի համար էր գործում։ Когда быть в простой униформе, содержать 3 лошадей, 1 оруженосца. Միշտ ունենալ լավ ռազմական կարգավիճակ, պահել 3 ձի, Убивать животных нельзя, кроме львов. Կենթանի չի կարելի սպանել բացի առյուծից, И это их все предприятие было очень успешно, пока оно внезапно не прекратилось. եւ այս ամեն ինչը այս կարգը իրենց կյանքի համար շատ լավ գործում էր, մինչեւ որ շատ հանկարծակի չընդհատեց։ Когда закончились крестовые походы, тамплиеры утратили свой престиж. Երբ որ վերջացան ճակրած արշավանքները, իրենք իրենց հայտնությունն էլ կորցրեցին, իրենց դիրքն կորցրեցին։ Да, уже мало было добровольцев, готовых куда-то поехать, чтобы умереть. Արդեն քիչ կամավորականներ էին հայտնվում, ովքեր որ ուզում էին ինքնակամ մահանալ։ Почти все монархи Европы были в долгах у тамплиеров. Եվ հիմնականում բոլոր այդ միապետները Եվրոպայի պարտք էին նրանց։ Больше всех задолжал французский король Филипп IV. Можно еще раз? Больше всех денег задолжал французский король Филипп IV, да. Ամենաշատը ֆրանսիացիների թագավոր Փիլիպոս 4-ն է նրանց փող տվել։ И он решил кредит не выплачивать. Да, он решил не выплачивать кредит. Եվ այդ պարտքը որ վերցրել էր, նա որոշում է չվճարել հետ։ Он просто выловил тамплиеров и отдал их инквизиции. Եվ նա ուղակի ինքվիզիցիայի ենթարկեց իրենց։ Да, и после многих пыток лидеры признались в разных ересях. Եվ շատ տանջանքների ու չարչարանքներից հետո այս առաջնորդները հայտարարեցին որպես հերետիկոսներ տարբեր առումով։ Потом их сожгли на костре, и они перед тем, как их сожгли, отреклись от своих признаний в ересях. Եվ վերջում նրանք երբ որ դատապարտվում էին մահվան, կրակի вրա վառելով։ Նրանց այդ հերկիզումից առաջ ասում էին, որ հետ կանգնեն իրենց այդ հերետիկոսությունից։ Их сожгли в пятницу 13 числа. Եվ նրանց սպանում էին ուրբաթ 13-րդ, այսինքն ուրբաթ օրը ամսի 13-ին։ Да, то есть с тех пор есть ассоциация, что это нехороший день. Այսինքն այդ օրերից է սկսվում, որ լավ ասոցիացիաներ չկան այդ ամսաթվի եւ շաբաթվա օրի հետ։ Да, эта ассоциация началась с уничтожения ордена Филиппом IV. Եվ այս ասոցիացիան սկսվեց, երբ որ Ֆիլիպոս 4-ը սկսեց ոչնչացնել այդ կարգը։ И буквально через несколько лет папа Климент V распускает орден, банит его, то есть говорит, что он больше не существует.
Եվ մի քանի տարի հետո այս Կղեմաս Պապը ընդհանրապես հանում է այս կարգը եւ ասում է, որ այն չպետք է գոյություն ունենա, արգելում է դրա գոյությունը։ Да. То есть мы здесь видим, как они взлетели до небес и упали на землю. Եվ մենք տեսնում ենք, թե ինչպես ժամանակի ընթացքում նրանք մինչև վերև բարձրացան իհարկությամբ եւ ընկան մինչև գետինը։ Тамплиеры, госпитальеры, испанские ордена остались до наших дней. Այսպես տամպլերները կներեք իսպանական կարգը, հոսպիտալական կարգը մնացին մինչև մեր օրերին։ Эти же перестали существовать. Եվ այս մնացածը արդեն դադարեցին գոյություն ունենալ։ Да, здесь вспоминаются слова Христа: кто живет мечом, от меча погибнет. Եվ այստեղ ճշմարիտ է Քրիստոսի խոսքերը, ով սուրը վերցնում սրով կգնա։ Но здесь гораздо больше уроков можно для себя вывести. Բայց այստեղ կարելի է իհարկե ավելի շատ դասեր վերցնել մեզ համար։ О чем нам стоит задумать, это о вызовах веры, христианского поведения в такой ситуации. Ինչի մասին պետք է մտածենք ավելի շատ այստեղ քրիստոնյաների այդ պահվածքի մասին, այսպիսի ծանր իրավիճակ, երբ որ մարտահրավեր են ետվում։ То есть, с одной стороны, можно их понять. Они хотели сделать как лучше. Այսինքն կողմից իրենց կարելի է հասկանալ, որ իրենք ուզում էին անել լավագույնը։ Вот. С другой стороны, они использовали насилие как основной метод своей деятельности. Եվ բայց մի кողմից պետք է գիտակցել, որ նրանք բռնությունը օգտագործում էին որպես իրենց հիմնական կերպը դրան հասնելու համար։ И вот это трение между двумя этими хорошими намерениями и использованием насилия, это, в принципе, история Европы. Եվ այս լավ մտադրությունները մի կողմից, բայց սխալ գործիքակազմը, որը որ բռնություններ իրենից ներկայացնում, սա հենց արտահայտում է այս Եվրոպայի կարգը։ И это трение порождает новые доктрины в церкви. Եվ այս լարումը առաջացնում է նոր վարդապետություններ եկեղեցում։ Да, я хочу, чтобы вы здесь поняли, что церковь не была наблюдателем в этом процессе. Ես ուզում եմ, որ դուք հասկանաք, որ եկեղեցին ուղղակի դիտորդի դերում չէր այս գործընթացի մեջ։ Церковь была в первых рядах всех этих событий. Եկեղեցին առաջի շարքերում էր այս բոլոր իրադարձությունների։ Христиане. Քրիստոնյաները։ Да, они делали хорошее, они делали плохое. Նրանք արեցին լավը, արեցին վատը, Но это происходило под прямым их участием. բայց այս ամեն ինչը տեղի էր ունենում իրենց уղակի մասնակցությամբ։ Да, и это должно нас заставлять задуматься, как бы смотря назад, у нас есть преимущество не повторить те же самые ошибки. Եվ մենք ունենք առավելություն, որ կարող ենք հետ նայել եւ տեսնել այդ խնդիրները, այդ սխալները, որ իրենք արել են եւ չկրկնել ուղղակի այդ սխալները։ Но также понять последующие события. Եվ նաեւ պետք է մենք հասկանանք դրան հետևող իրադարձությունները։ Потому что произошло, что Папа Римский все вот это осветил. Եվ ինչի համար եմ սա ասում, որովհետեւ Հռոմ Պապը ամեն ինչը հետո սրբացրեց։ Урбан II сказал, что если вы будете освобождать Святую Землю, то вам простятся все грехи. Ուրբան II Հռոմի Պապը ասաց, որ եթե դուք օգնեք մեզ ազատենք թուրքերի ձեռքից խոստացված երկիրը, ուրեմն ձեր մեղքերը կներվեն ձեզ։ То есть, с их точки зрения, им разрешил Иисус. Այսինքն իրենց տեսանկյունից դա Հիսուսն է տվել այդ թույլտվությունը։ Что наместник Иисуса Петр и Папа, как представитель Петра, дал им разрешение, прославление идти на святую войну. Այսինքն Հիսուսի կարգած Պետրոսը, որ առաքյալն էր, իր հետնորդը տալիս է այսպիսի թույլատվություն, որ նրանք կարողանային գնալ խաչակրած արշավանքի։ И когда он их благословил, он сказал два слова «Dios vult» на латинском. Եվ երբ որ նա օրհնում էր իրենց, ասում էր այդ երկու խոսքը լատիներենից Deus vult, что означает «Господь этого желает». որը նշանակում է թարգմանաբար Աստված սա կամենում է։ Что это воля Божья, вы должны идти убивать. Այսինքն սա է Աստծո կամքը, դուք պետք է գնաք։
И люди были готовы это принять. Եվ մարդիկ սա պատրաստ էին ընդունել։ И прощение грехов было очень привлекательным, потому что люди боялись греха. Եվ մեղքերի ներման այդ խոստումը շատ գրավիչ էր, որ մարդիկ վախենում էին մեղքից, մեղքի պատժից։ Да. И когда крестоносцы шли воевать, Папа Римский им сказал: вы, когда вступили на войну, вам уже простили все грехи до конца жизни. Եվ երբ որ նրանք մտնում էին արդեն ռազմի դաշտ, Հռոմի Պապն ասում էր, որ հենց որ դուք սկսում եք կռիվը, ձեր բոլոր մեղքերն ներվում են ձեր ամբողջ կյանքի համար։ Для многих это было обидно, потому что они не могли пойти. Они не могли пойти воевать. Для многих это было что? Обидно. Обидно, потому что они не могли пойти воевать. Շատերի համար դա վիրավորական էր, որտեղ նրանք չէին կարող գնալ։ И тогда они обратились к духовенству, к Папе Римскому, другим и спросили. Они сказали: мы не можем пойти, а что, если мы дадим деньги? Սրա արդյունքում նրանք մոտեցան Հռոմի Պապին եւ ընդհանրապես հոգեվորականությանը, ասին մենք չենք կարողանում գնալ կռվելու։ Իսկ ինչ եթե մենք գումար տանք։ Что, если мы станем инвесторами в крестовый поход? Իսկ ինչ եթե մենք մեր ներդրումը ունենանք այս խաչակրած արշավանքներին ֆինանսների միջոցով։ И Папа Римский им сказал, что если вы хотите финансировать, то вы получите часть небесных наград, которые те заслужат. Եվ Հռոմի Պապը ինչ ասեց, որ եթե դուք վճարեք, դուք կստանաք այն երկնային պարգևատրումների կեսը, որ նրանք պետք է վաստակեն։ Это будет не такая большая небесная награда, но это будет часть небесной этой награды. Շատ մեծ չի լինի այդ երկնային պարգևի ձեր բաժինը, բայց կլինի, դուք ունենաք բաժին։ И вот этот механизм передачи связи рыцаря к святости того, кто ему финансирует, называется индульгенция. Եվ տեսեք, այդ ասպետի սրբության փոխանցումը այն մարդուն, որ վճարում է ասպետի համար, դա է կոչվում ինդուլգենցիա։ То есть сначала их выписывают в частном порядке, просто Папа Римский благословляет: спасибо за ваши деньги, вот вам письмо, что вам прощаются грехи. Այսինքն սկզբից այսպես էր կարգը, գումարը տրվում էր, Հռոմի Պապն էլ թուղթ էր տալիս, գրություն էր տալիս, որ շնորհակալություն ձեր գումարի ներդրման համար, ձեր մեղքերը ներված են։ А потом оказывается, что это очень эффектный способ фандрейзинга. Եվ հետո էլ բացվում է, որ սա շատ լավ միջոց է ընդհանրապես ներդրումներ ունենալու, ֆոնդ որպեսզի ունենաս մեծ։ И вот эти редкие случаи, они учащаются, становятся системой. Եվ այսպիսի եզակի դեպքերը իրենց ներդրումն ունենում ընդհանուր համակարգի մեջ։ Крестовые походы заканчиваются, а система остается. Խաչակրած արշավանքները վերջում են, բայց այս համակարգը մնում է։ Хорошо, есть ли у вас вопросы по крестовым походам, по тамплиерам? Ունեք հարցեր քրիստոնեական այս խաչակրած արշավանքների հետ կապված։ Хорошо, отлично. Я предлагаю сделать паузу на 10 минут. Подойдет? Я как раз пришлю Исае следующий конспект, и мы продолжим без 5-10. То есть через 10 минут. Хорошо?